Ну, կարող է կիսվել, ես դուրս գալիս է իհարկե այդ ագրեսիվ քաղաքականությունը արդյունաբերության զարգացման բան։ Մի քանի նկատառում կարող եմ ասել, սա ոչ թե հակասում ասել, որ կա, բայց մի քիչ ավելի պրոբլեմը ուրիշ հանդարտակտել։ Առաջինը, աշխատատեղեր արդյունաբերություն։ Ну, Պաշտոնական վիճակագրությունն ասում է, որ ունենք ընդամենը 90,000 գործազուրկ։ Այն իջել է մինչև 13%, 300,000 աշխատատեղ։ Ես կարծում եմ, որ 140,000-ից ավելի դեպքում կլինի աշխատատեղ, որ չէ կարող զբաղեցնել չհետևանքով։ Բայց ստեղ մի ուրիշ բան եմ ասում, որ ասում էիք, պետությունը 15% դեպի բան նարեկ ջան, ես երկիր տարեկան 5 միլիարդ տրանսֆեր տա։ Դա պետք է ստերիլիզացնել, դուք հասկանում եք, փողը գալիս է, ծառայություն ընդեղ անում, որից գալիս է։ Արդյունքում ստացվում են դոլարային բարձր գներ։ Դոլարային բարձր գների պատճառը ոչ մի չինացի ձեր պրոյեկտներին չուներ։ Բարի եղեք ստերիլիզացնել, ավելի փողը գալիս է։ Ինչ է նշանակում ստերիլիզացնել։ Կենտրոնական բանկի նախագահան եկել է 2 միլիարդ առնոմա։ Դնում է ներդրումային ֆոնդի մեջ այդ փողը հետ է բերում տնտեսություն։ Եթե դուք սա չանեք, սա խոսք եք կամենալ։ Սա կոչվում է ստերիլիզացիա, այդ բանի ստերիլիզացիա կարևորագույնն է, դրա համար այդ ստերիլիզացիային զուգահեռ ծագում է անպայման սուվերեն ներդրումային ֆոնդ ունենալու գաղափարը։ Ֆոնդ, ոչ թե բյուջետային միջոց, սա այդ մասով եւ պատրեմ։ Այսինքն սա չեմ ասում դա ճիշտ է կամ սխալ, ես ասում եմ ճամփի երևի սա կլինի։ Կենտրոնական բանկը պիտի առնի ստերիլիզացնել այդ փողերը։ Շատ լավ, հիմա ներկայացնեմ գործազրկության հետ կապված տվյալները։ Հայաստանի վիճակվարչությունը մեր գործազրկությունը շատ քիչ է ցույց տալի, որովհետև հաշվի առնում այսպիսի բան։ Գործազուրկ է Հայաստանում ամայնքում այն մարդը, ով ակտիվ փնտրում է աշխատանք։ Եկեք նայենք, թե ինչքան մարդ է Հայաստանում աշխատում։ Հայաստանում կա 800,000 գրանցված աշխատող։ 3 միլիոն բնակչության մեջ ունեն 800,000 գրանցված աշխատող, 800,000 մարդ է աշխատում։ 3 միլիոն բնակչության մեջ մենք ունենք 500,000 թոշակառու, մոտ 700,000 ուսանողական կամ դպրոցական տարիքի երեխա կամ երիտասարդ, իսկ մնացողը։ Այսինքն մենք ունենք 1.8 միլիոն մարդ ու աշխատում է 800,000 մարդ։ Վիճակագրական կոմիտեի տվյալները օրինակ ցույց էր տվել պարոն Բագրատյան, որ Եղարքունիքի մարզում 4% է գործազրկությունը, մոտավորապես Ավստրիայի չափ։ Ես միշտ ասում եմ, որ իրանք թվերական խեղաթյուրեն եւ այլն, բայց նայեք, sense-ն է, Ղարաբաղից եկած գյուղի բնակչությունից հետո մենք ունենք 3 միլիոն բնակչություն։ Այդ 3 միլիոնից 502,000-ը թոշակառու։ 221,000 մարդ աշխատում է պետական բյուջետային սեկտորում։ 584,000 մարդ աշխատում է մասնավոր բիզնեսում։ Միակ թիվը, որ մենք չգիտենք, ոչ մի հաշվառում չկա, գյուղում ինչքան են աշխատում։ Գնահատական այսպիսին է մոտ 350,000։ Ես համաձայն եմ թվերի հետ, բայց այդ բանը երկրորդը 0% փոքր բիզնեսի համար։ Ես այս հարկային արտոնություններին զգուշորեն եմ վերաբերում։ Անկեղծ ասած ես համաձայն չեմ։ Ավելին, ես կարծում եմ, որ շրջանառության հարկը պետք է ընդլայնել։ Ինչ է խանգարում մարդիկ թողարկտ տան։ Ես վախենում եմ, որ ձեր ասած կլինեն, ինչ որ անցյալ դարում եղավ Միացյալ Նահանգներում մի 30 տարի խելքի չէին գալիս։ Բոլոր խոշոր բիզնեսները գցեն կոտրատվել։ Օրինակ առաջի Ռուզվելտի 1900 թվականի օրինակցից հետո միայն բանը Ստանդարտ օյլը, որ առաջին նավթամուղն էր կառուցել, դրա համար հաստատացավ բանը Ռոքֆելլերը, նա իր բիզնեսը բաժանեց 350 մասի եւ մարսեց 1902 սա էս կլինի։ Էս դրա համար բայց ի՞նչն է խանգարում, փոքր հարկ կարող են տալ եւ լեր շրջանառության մեջ ի՞նչն է խանգարում, այդ դեպքում իհարկե կուզենան անցնել միջինի, որտեղ հնարավոր է որ նույնիսկ քիչ Երևութը, դեղորայքը, շատ ճիշտ դիտարկում է,
Բայց դեղորայքի գների թանկ լինելը Վրաստանի համար Հայաստանում ունի 3 պատճառ, մեկը դուք ասեցիք, բայց կան ևս 2 պատճառներ։ Առաջինը Նարեկ ջան, մենք դեղերը գրանցում ենք։ Մենք գլուկոֆաժ դեղը խեն գրանցում։ Մենք յանում ենք դեղը, երբ հասկացաք, ես մի փոքր դիաբետի խնդիր ունեմ, հասկացա։ Խեն գրանցում։ Գերմանացի ստեղծել է այդ դեղը։ Քանի որ երկիրը փուճուրա, շուկան փուճուրա, ամեն մի գրանցումն արժենում $800-ից $1000։ Դա միայն 15-20%-ով մեռանք ասելով, բացի են դեղերից, որ մենք ենք արտադրում, որ ոչ մտեղ գրանցված չի, այախր դուք եք գրանցում։ Ես կասկածում եմ, որ գործող վարչախումբը հենց ղեկավարի բանով ներգրավված է դեղերի բիզնեսի մեջ։ Մենք չենք ուզում այդ դեղերը գրանցել, ընկերներ։ Մենք չենք գրանցում ենթանենք լանդուս դեղամիջոցը, կամ ասպիրինը։ Այդ Գերմանիան մենք գրում ենք, որ այն դեղերը, որոնք գրանցված են Ռուսաստան, Գերմանիա, եւ այլն, ավտոմատ համարվում է գրանցված Հայաստան։ Միայն նախարարությունը հաստատում է եւ այդ հիմնարկը այդ դեղերի փորձակնության վերացնում ենք, լուծարում ենք ընդհանրապես պետք չի։ Միայն պետք է, որպեսզի առողջապահության նախարարությունը գրանցի տեղական արտադրության դեղը, որը այդ ինչ լավն ավարտն պետք է փորձարկում անցի։ Շրջան, մի հատ դեղ գրանցել համար այսօր մենք Ժարդենս դեղը 10 տարի չեն գրանցում, այդ իր ցավը 15 տարի Եվրոպան օգտագործում է։ 10 տարի չեն գրանցում։ Երեք օրինակ Միկել Տարան հիվանդանոց Վարդան Ղուկասյանն եթե Ժարդենս խմել այդ օրի չէր գրի։ Չնայած ամենաճիշտն է գլել, որ նա ընդհանրապես չի ձերբակալում։ Ես դեղերի մասով դա խնդրում եմ նկատի ունենալ, բայց 20% էժանը ճիշտ է, պետք է իշխանოს մտերիմ գլոր ճիշտ է, դիտարկում, բայց մի մոռացեք կոոպերատիվները։ Նայ, ձեր ասածը կթեթևացնի գյուղացին, բայց պրոբլեմը չի լուծի։ Ինչը։ Որովհետև գյուղում մի պրոբլեմ կա։ Մեր գյուղացին գործարանների վաճառում է խաղողը։ Նա պիտի գինինիտ վաճառի, որովհետև եթե խաղող վաճառում ավելացած արժեքը եկավ գործարան։ Եթե գինինիտ է վաճառում ավելացած արժեքը մնաց գյուղում։ Մեր գյուղերի հարաբերական աղքատության հիմնական պատճառը քաղաքն է։ Կամ եթե ինքը պոմիդոր է վաճառում ավելացված արժեքը եկավ քաղաք։ Եթե ինքը տոմատ է վաճառում պոմիդորի սարքած ավելացված արժեքը մնաց գյուղ։ Եթե ինքը օսլա է վաճառում ավելացած արժեքը մնաց գյուղ։ Եթե կարտոֆիլ է վաճառում ավելացած արժեքը եկավ քաղաք։ Նույնն է ասենք պանիրի կաթի մասով։ Նա պետք է պանիրի հումքը վաճառի, պանիրի կադրամը, կադրը մենք եւ երկրորդը պետք է կարգավորել կաթի փոշու ներմուծումները։ Բայց դիտարկումը ճիշտ է, ես առնես իսկ գյուղում ես պետք է կոոպերացիա։ Ինչպես։ Այո, օրինակ գյուղն է, արտադրում է պոմիդոր։ Երկու տնտեսության համար ստեղծում են պոմիդորի վերամշակման ցեխ։ Ցեխն արժի $1 միլիոն։ Ասում ենք ամեն մեկը $5,000 դրեք, դրա վրա պետությունը կեսը կդնի։ Կդառնա $10,000 սեփականատեր, եթե $5,000 եք դրում։ Դուք եք աշխատելու։ Սա բաժնետիրական չի, սա հայատական է։ Եվ այդ կոոպերացիան կաշխատի։ Թույլ կտակ ես պատասխանում, պարոն Բաքարյան։ Սպասի վերջացնեմ։ Եվ 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։ Ես կարծում եմ, որ մատչելի բնակարան պետք է լինի նոր ամուսնացող զույգերի համար։ Որտեղ մեր վիճակը այսպես է, մենք ունենք 110 միլիոն քառակուսի մետր բնակ մակերես եւ ունենք 3 միլիոն բնակչություն։ Մենք ունենք 33 քառակուսի մետր մի մարդու վրա։ Մեր խնդրեմն ուրիշ է։ Հիմա ինչ անում պետությունը։ Պետությունը ասում է այստեղ գյուղից արի, թող այդ անասուն բան հողմող թող արի։ Արի դարձի բնակարանի վճարունակ եկամտային հարկի արտոնություն ունեցող մեկը դատարկում ենք այս մարդկանց, չէ՞։ Հիմա ես կարծում եմ, որ բնակարանի իրավունք պետք է ունենա միայն առաջ ամուսնանալուց, ամուսնական զույգը սահմանափակ քանակով եւ այդ փողը հետագա 20 տարին պետությանը չվերադարձնի, չի կարող վաճառել այդ բնակարանը։ Եվ ես կարծում եմ, որ ընդհանրապես այս մասշտաբի բնակարանի շինարարություններ պետք չի, մենք գյուղերը դատարկում ենք։ Մենք գյուղերը դատարկում ենք, մենք ունենք հայերի միգրացիա վերջին 6 տարիներին 25,000 հայ քաղաքացի գնում է Հայաստանից եւ ունենք նաեւ այսպիսի պատկեր, տարեկան 45-ից 50,000 գյուղից գալիս են քաղաք, ունենք ներքին միգրացիա։ Այսինքն այս խնդրի մոտեցումը իմ այսպիսի գլերի մասածները չեն արկասել ձեր ասածների, բայց մի փոքր այդ պրոբլեմների նայում ուրիշ
ասած, եւ լուսման մեջ իր մեջ բանը։ Բոլոր դեպքերում շնորհակալ եմ հրավերի համար, արտահայտել հնարավորության համար, առիթ կլինի խնդիր կլինի միշտ պատրաստ եմ կիսել իմ կարծիքով։